Ո՞նց եք վերաբերվում ազգային ժողովի այդ կռիվներին ծեծուճար։ Դու թող իրար տան այ բալա մեզ ինչ է խնգարում։ Հա ինչ, թող իրար տան։ Բայց հարիս չէ իրենց երևի թե պատգամավոր են կամ Դեմի ով է հարելի կամ չլի, ով է նրան մտիկանում, նրանց ով է մտիկանում, անարխիա է։ Соединенные Штаты Արմենիա, մի բան էլ չկա, օրենքը ով է ընդարկա։ Ձեր ժուրնալիստ բանին, են Պապինյանի հրաչկին, որ խրգել էին, բան, Չինաստան, ասին ընկեր Պապինյան, քեզ որը դուր եկավ դրանց երկրի, ասա, որ բոլորը հարուստել չասի բեր, օրենքի ենթակա են։ Աղջիկ ջան, միջև ստեղ կարգով կանոն չլնի, ոչ մի բան գոհություն չունի։ Դրանք սա ոչ թե մեռնել ու սատկել ու կենթանի են։ Մեր Հայաստանի դավաճանին հենց իրանք են։ ովքեր որ կռվում են թե Չէ, հենց ազգային ժողովում։ Դավաճանին իրանք են։ Որ Ղարաբաղն է սաղ իրանք արին, ով արավ։ Բա հիմա ինչի են իրար մեղադրում Մեկը մյուսի ուղղի տակն է քանդում։ Վաղ մյուսը որն էլ եկավ նույն բանն է, ինչ տարբերություն։ Ինչպես եք վերաբերվում ազգային ժողովի երեկվա դեպքերին, կռիվներին։ Չեմ կարա ոչինչ ասեմ։ Ձեզ հաճելի է։ Ոչ շատ տհաճա։ Ճիշտն ասած աշխատանքից եմ գալիս, չեմ տեսել։ Գիշերվա հերթափոխից եմ գալիս, չեմ տեսել։ Չեմ կարա ոչինչ ասեմ, տեղյակ չեմ։ Ինչպես եք վերաբերվում ազգային ժողովի կռիվներին։ Վատ։ Լավ չեմ վերաբերում, ոնց կանան վերաբերեմ։ Խայտարակություն էլի։ Ոչ նրանք են նոր ճիշտ անում, ոչ նրանք են ճիշտ անում։ Երկուսն սխալ են անում։ Համ ընդդիմադիրները, համ էլ պատգամավորները։ Որտեղ մեմ արդեն կռվում են, թողում եմ հեռանում։ Էլ չեմ ուզում լսեմ, որովհետև նրանք որ իրար հետ կռվում են, մեզ մա ինչ տենանի։ Բելերովին դրանք ինձ հետաքրքիր չեն։ Կոլխոզի ժողովը ավելի լավն է, քան թե դրանց շատ կներեք վրազը։ Ո՞նց եք վերաբերում ազգային ժողովի այդ կռիվներին, հետևում եք ծեծկռտուքին։ Հետևում եմ հաճախակի ու ինձ դուր չի գալիս։ Հատկապես ընդդիմության վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ։ Թեյություններ չեմ ուզում այդքան շատ շեշտեմ մեր ներկայաշխանությունների նկատմամբ, որովհետև այդ թեյությունները բնական են, կլինեն։ Դա այն թեյությունները չեն, ինչ որ նախկիններն են արել մեր ժողովրդի հանդեպ։ Դրա համար ամենաշատ քննադատությունից վերաբերվում է նախկիններին։ Նրանք գործ չունեին ազգային ժողովում, պետք է նրանք չհայտնվեին այնտեղ։ Մենք հեղափոխությունը դրա համար էինք արել, որ նախկինները չհայտնվեն ազգային ժողովում, բայց չեմ կարող այդքանը բացատրել, թե ինչու հայտնվեցին այնտեղ, որովհետև դրանց մեջ կոռուպցիան շատ է։ Շատ վատ։ Որ պետք չի, որ ազգային ժողովում նման ձևով իրանց պահեն։ Դա փողոց չի, դա փողոցային ռազմորկաներ չի կոպիտ ասած, ընդամենը այդքան։ Ոչ մի բանի տեղյակ չեմ։ Բայց դե մարդիկ են էլի դրանց գործն էլ էտա պետք է կռվեն, ասեն, խոսան։ Կարևորն է նա որ արդյունք լի։ Թեգուս կռվից, թեգուս լավ խոսալուց։ Էտա կարևորը, թե չէ որ արդյունք չենք տենում գեշե էտա։ Ինչպես եք վերաբերում ու հետևում եք արդյոք ազգային ժողովի այդ տփոցիների։ Չորտումա տերվիցը։ Տհաճա։ Ամեն օր կռիվ են անում։ Էդքա։ Ես էլ չգիտեմ։ Շատ հիասթափված եմ ես ազգային ժողովի առաջին հերթին ժողովի մեջ պահվածքից չի սազում բոլորովին, անկախ նրանից պատճառը ինչն է։ Շատ տհաճա։ Այն օրը գրածել կատաղի մարտեր են հանում։ Ես չգիտեմ այդ ինչ կատաղի մարդ։ Ես քաղաքականությունից զզված եմ։ Չեմ հետևել, չէ, շնորհակալություն։ Հա, բա ինչ, բայց այդ ինչ վիճակա խայտարակություն է։ Ինչի ենք հասնում, ուր ենք գնում, մենք նույնիսկ չգիտենք ինչ ենք անում։ Անհիմն, ամոթել էր երեկվա քաշքշուկը հենց խայտարակություն էր։ Ամբողջ աշխարհը կտենա եւ առանցին էլ Իսկ ինչ
չեն կարողանում կիսել, ինչու է։ Մասամբ գահի համար են իրանք պայքարում, որովհետև հիմնականում չի փոխվում ոչ մի բան։ Ասենք գահը փոխեցին, էլի նորից նույն բանն է շարունակում, այսինքն թե այդ գահն է հարկավոր, նրանց ուրիշ ոչ մի բան չի փոխվում, որ անկախությունից այս կողմ ազնիվ խոսք ոչ մի բան չի փոխվել։ Ափսոս այն տեսակ սովետական միությունը, որ մենք թողինք, մարդիկ կառավարում էին, այն էլ ոսկվայից, բայց հիմի տենց չէր։ Շատ լավ։ Ռեմբոյի խինոն, հա, նայում ենք։ Ու ջղայնանում, որ այդ թավոր կառավարություն կլինի, եթե ազգային ժողովն է ձևյա, մենք էլ այս ձևի կլենք, էլի։ Վայ, հավոր, չի կարելի էլի տենց, այդ ինչ իրավիճակ է, շատ ահավոր է, բան չունեմ ասելու։ Ինչի են այդպես անընդհատ։ Ես ինչ իմանամ։ Ձեռքերին է հասնում։ Չգիտեմ, դա ոնց ասեմ, անընդունելի վիճակ է։ Հետևում եք ազգային ժողովի հետ։ Չէ, այդպես բաներ գործ ունեմ։ Ինտերնետով նայել եմ, չեմ խորացել, ես հեռու եմ քաղաքականությունից, կներեք շտապում եմ։